Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Խնդրեմ Նաիրա Զորաբյան։ Իրանց տվե, Վահրամը թող խոսա հետո էլի։ Նաիրա Զորաբյան, խնդրեմ խոսացեք։ Քվեարկությունը ընդհատված է, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Եթե քվեարկությունը ընդհատված է, ուրեմն մենք շատ կարևորում ենք ձեռքբերված համաձայնությունը, բայց հիմա արդեն միտում ենք տեսնում ձեռքբերված համաձայնությունը տապալելու։ Կառավարության ներկայացուցիչը իսկապես չի ցանկանում մեկ բառ դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով սուտ բառը ավելացնել։ Մեր քննարկումները այս պահին կարծես թե որևէ հանգուցալուծման չեկան։ Համաձայնությունը չեղարկելը նշանակում է, որ մենք զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելու կարևոր ուրեմն պահանջից, որը ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, չեղարկվելու է նաև ընտրատեղամասերում տեսանկարահանելը, չեղարկվելու է նաև ուրիշի փոխարեն քվեարկելու համար քրեական պատասխանատվությունը։ ԲՀԿ-ն առաջի ընթերցմամբ քվեարկում է կողմ, որովհետև մենք տեսնում ենք միտում ուղղակի տապալելու համաձայնությունը, մեզ խոստացվել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարի կողմից, որ քննարկումները կշարունակվեն, եթե չգանք համաձայնության, երկրորդ ընթերցման քվեարկությանը մենք չենք մասնակցելու։ Վահրամ Բաղդասարյան, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, խիստ են գնահատականները, որևէ միտում չկա հիմնական զեկուցողի կողմից, կան մասնագիտական տարբեր մոտեցումներ, մենք նոր հավաքվեցինք 5 քաղաքական ուժերով, քննարկեցինք եւ ընդհանուր մոտեցմանը բոլորս կողմ ենք, որովհետեւ երկար աշխատանք է կատարվել, պարզապես մեկ հարցի շուրջ կա տարբեր մասնագիտական մոտեցումներ։ Ես հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, որոնք որ հուշագիրը ստորագրել են, կողմ քվեարկել առաջին ընթերցմանը, իսկ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք կշարունակենք քննարկումները, որի ընթացքում կաշխատենք հարթել այդ մոտեցումները։ Կան տարբեր կոմենտարիաների արդյունքներ, որը մենք պետք է քննարկման արդյունքում աշխատենք շտկենք դրանք։ Ես հորդորում եմ բոլորիդ առաջին ընթերցման կողմ քվեարկել եւ շարունակել քննարկումները։ Գագիկ Ջահանգիրյան, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, խնդիրը հետևյալումն է, ոչ թե մենք դեմ ենք նախկինում ձեռքբերված համաձայնության եւ այդ տեքստին, այլ դրա արտացոլմանը, մասնավորապես 154 քրեական օրենսգրքի 8-ուցիչ հոդվածի դիսպոզիցիային, որը տվյալ խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսում նաեւ անզգույշ մեղքով ուրեմն հանձնաժողովին դիմելու համար, եթե քաղաքացին բավարար հնարավորություններ չի ունեցել ստուգելու։ Այսինքն մենք սուտ մատնության կամ սուտ ցուցմունք տալու նույն նորմը կիրառում ենք ավելի պարզեցված եւ նաեւ անզգույշ մեղքի պայմաններում, ինչը անընդունելի է քրեական իրավունքում եւ պրակտիկայում։ Այս խնդիրը եթե համաձայնության կգանք, բոլորին կոչ կանեմ կողմ քվեարկել։ Հեղինե Բիշարյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այո, մի փոքրիկ թնջուկ կա, որը պետք է անպայման պարզաբանվի։ Այստեղ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը խոսեց այն մասին, որ իսկապես հանձնաժողովում եղել է մոտեցումներ, գրեթե բոլորս նույն խնդիրն ենք առաջ քաշում։ Հիմա եղել է այսպիսի պայմանավորվածություն, որ մենք առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկենք, հետագա աշխատանքները տանելու նրան, որ կլինի փոփոխություն այս հոդվածում, եւ ելնելով այս պայմանավորվածությունից մենք կողմ կքվեարկենք։ Խաչիկ Քոքոբելյան, խնդրեմ։ Նախ առաջինը, եթե 9-րդ հոդվածի 18-րդ կետը մնում է, այսինքն բողոքարկման հետ կապված քաղաքացիները
ընդհանրապես համարձակություն կարան նաև չունենան բողոքարկելու, որովհետև բողոքարկման դեպքում կարող են 2-ից 3 տարվա ազատազրկում լինի, որովհետև դա հայեցակարգային մեկնաբանության հարց է, թե դա ճիշտ է, թե ճիշտ չի։ Այս դեպքում ցուցակների հրապարակումը առ ոչինչ է, որովհետև ցուցակների հրապարակումը մենք պահանջել ենք նրա համար, որպեսզի կրկնակրվարկությունը բացառվի։ Իսկ այս պարագայում կրկնակրվարկությունը բացառել անհնարին է դառնալու։ Ուստի կոչ եմ անում նաև նույնիսկ այդ համաձայնագրին միացածներին, ինչի եք կողմ քվեարկում, դեմ քվեարկեք, թող փոխեն նոր կողմ քվեարկեք։ Իհարկե դա ձեր որոշելիքն է։ Սա շատ լուրջ խնդիր է։ Խնդրում եմ ուշադիր եղեք։ Ես զարմանում եմ, որ համառորեն չեք ուզում ինչ-որ բան փոխեք։ Ես դեմ եմ քվեարկելու։ Քվեարկություն։ Կողմ 104, դեմ 4, ձեռնպահ 1, որոշումն ընդունվել է։ Հարգելի պատգամավորներ, դժվարանում եմ ասել, թե արտահերթ նիստի օրակարգի մնացած հարցերը երբ կքննարկենք, կավարտենք, ուստի առաջարկում եմ դրան քվեարկությունը կազմակերպել վաղը ժամը 11:00-ին սկսվող նիստում։ Ինչպես գիտեք, վաղը ժամը 11:00-ին, ուշադիր լսեք մինչև վերջ։ Ինչպես գիտեք, վաղը ժամը 12:00-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ քննարկելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Պարզ է, վաղը ժամը 11-ին քվեարկություն, իսկ 12-ին արդեն նոր արտահերթ նիստի քննարկումները։